Հայաստանում վերջին տարիներին հասարակության ուշադրության կենտրոնում է պետական ծառայողական ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները։ Վերջին ամենաթարմ դեպքը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անվան հետ։ Տեսախցիկները ֆիքսել են, ինչպես է նախարարի ծառայողական մեքենան գիշերը մխրճվում կայանած մեքենաների մեջ։ Ղեկին Սուրեն Պապիկյանը չի եղել, պաշտպանության նախարարությունից հերքեցին Պապիկյանի մասնակցությամբ ավտոպատահարն առանց հերքելու, որ մեքենան պատկանում է Պապիկյանին։ Անհատականացնող տվյալների վերաբերյալ արդեն ասեցի, որ չենք տրամադրում, դա ոչ թե ինչ-որ առանձնահատուկ մոտեցում է այդ ճանապարհատրանսպորտային պատահարին ձեզ հետաքրքրող դեպքին, այլ առհասարակ։ Եթե մեր կայքն տեսնեք, տարբեր իրադարձություններով անհատականացնող տվյալներ չենք հրապարակում։ Սա ՃՏՊ-ից հետո դեպքի վայր մոտեցած բարեկային ծառայողները եկել են վթարը, ստուգել են վարորդի սթափության աստիճանը, վարորդը եղել է սթափ, պատասխանատվության կենթարկվեր, օրինակ ստուգանքի տեսքով, եթե լիներ անսթափ վիճակում։ ՔՊԱ-ական Նաիրի Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել ՔՊԱ-ական պատգամավորի մեքենայով կատարած խախտումից։ Սարգսյանը վստահեցրել էր, չի հանդուրժելու տեղի ունեցածը։